Գոյամարտ սերիալը օր-օրի մտնում է իր բուռն ընթացքի մեջ, հիմա արդեն պարզ է, առջևում հեշտ ու հանգիստ ճանապարհ չկա։ Թեժ իրավիճակները հաջորդում են միմյանց, մեկը մյուսից լարված ու ցավոտ։ Մանանը, ով վաղուց հատել է բոլոր սահմանները, այս անգամ հայտնվում է ռեստորանում Գրիշոյի կողքին։ Իսկ երբ նրան այնտեղ տեսնում է Լեոն, ամեն բան սկսվում է պայթել։ Զարմանքից շոկի մեջ ընկած Լեոն կորցնում է ինքնատիրապետումը։ Եվ երբ Գրիշոն փորձում է միջամտել, պահել մանուշակին իր կողքին, Լեոն հարվածում է նրան։ Սարսափելին այն է, որ Գրիշոյի համար ցանկացած հարված կարող է ճակատագրական լինել։ Այդ պահից սկսած Հունանը փոխում է դիրքորոշումը։ Լեոն այլևս նրա համար ընտրյալ չէ։ Նա դադարեցնում է Լեոյի հետ ամեն տեսակի համագործակցություն ու ամբողջ ուշադրությունը շեղում է Վլադիմիրի վրա, ով վերջերս է վերադարձել Մոսկվայից։ Հունանի համար Լեոն այսուհետ թշնամի է։ Բայց Վլադիմիրը նույնիսկ չի պատկերացնում, ինչ մութ պատմությունների կենտրոնում է հայտնվում։ Երբ նա ռեստորանում գտնում է Լեոյի ընկած դրամապանակը եւ տանում այն նրա տուն, տեղի է ունենում մի պահ, որից սարսուռ է անցնում ամեն դիտողի վրայով։ Պապիկը տեսնում է նրան, եւ նրա մեջ արթնանում է մի զգացողություն, որը մոռացվել էր տարիներ առաջ։ Մի նուրբ, բայց անհերքելի զգացում։ Վլադիմիրը հենց նրա կորած թոռն է, այն տղան, ում տարիներ շարունակ փնտրել է սրտի խորքում, ում բացակայությունը դարձել է կյանքի ցավ։ Եվ հիմա առանց իմանալու Վլադիմիրը վերադառնում է իր հայրական տուն, որտեղ դեռ ապրում են հիշողությունները, բայց որտեղ ոչ ոք իրար դեռ չի ճանաչում։ Իսկ մինչ այդ Մանանը շարունակում է սանձարձակ պահել իրեն։ Նա գողանում է գումար պապիկի գրպանից, գնում է ակումբ ընկերուհիների հետ տժալու, խոստովանում է, որ ուզում է ապրել հարուստի կյանքով, անկախ նրանից, թե ինչ գնով։ Նրա պահվածքը դառնում է անկառավարելի, լկտիություն, անշնորհակալություն ու ցավալի անպատասխանատվություն մի ընտանիքի հանդեպ, որը անում է ամեն ինչ նրան պահելու համար։ Այս պահից սկսած մանուշակի կերպարը դառնում է հասարակության այն կողմի դեմքը, որը ամեն օր մաշում է սրտերը։ Եվ վերջում մի անսպասելի շրջադարձ ևս։ Ավոն վերջապես բացահայտում է իր գաղտնիքը։ Նա ունի ընտանիք եւ երեխա։ Եվ հենց դա է պատճառը, որ մերժում է Էռնայի առաջարկը որդեգրել բալիկ։ Նա չի կարող կիսել իր կյանքը ուրիշի զավակի հետ, քանի որ արդեն ունի իրենը։ Սա ավելին է, քան պարզապես սերիալ։ Սա հոգեբանական պատերազմ է։ Սպասում ենք, որ թեժ մենամարտը Լեոյի ու Վլադիմիրի միջև կպայթի ոչ միայն ռինգում, այլ արյունակցական ճշմարտության վրա։ Գրեք մեկնաբանություններում, արդյոք Մանանի պահվածքը արդարացված է, իսկ Ավոյի գաղտնիքը ձեզ համար արդյոք անակնկալ էր։ Գոյամարտը նոր է սկսվում, սեր, վրեժ, արյուն ու ցավ, ամեն ինչ մեկ կյանքում։